Նաիրի համայնքի բնակիչ Արման Արշակյանը տան հարակից մայթի ձյունը մաքրելուց հետո գլխավոր ճանապարհի սառույցն է կոտրում, չի դժգոհում։ Սառի էլ իրիկում որ էլ չսառի։ Կամ դիմացնա ճանապարհ ուղարկի զուտ որ սառույց չլինի դրա համար։ Ճանապարհը միշտ էլ անցանելի է։ Ձնամաքրման աշխատանքները աղավազով մշակվում է, բայց ամեն դեպքում սառույց է։ Նաիրի համայնքով անցնող միջպետական այս ճանապարհով ձյուն մաքրող տեխնիկան այս օրերին տասնյակ անգամներ է եկել գնացել, բայց երթևեկելի հատվածը մերկասառույցից ամբողջովին ազատել չի հաջողվել։ Տեղումներն առատ են, ջերմաստիճանը ցածր, պարզաբանում են ճանապարհային դեպարտամենտում, 24-ժամյա ռեժիմով սպասարկումն էլ չի օգնում, որ սառույցն ամբողջությամբ հալվի։ Կապալառուները 24-ժամյա ռեժիմով պարբերաբար մաքրել են եւ աղավազով մշակել են ճանապարհները, սակայն ջերմաստիճանի ցածր պայմանների պատճառով ճանապարհներին առաջացել է տեղ-տեղ մերկասառույցներ, որոնք եւս մաքրվում եւ մշակվում են։ Երբ ջերմաստիճանը 7 աստիճանից ցածր է, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը, իսկ աղավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ Սա է պատճառը, որ համեմատաբար տաք հատվածներում մշակման աշխատանքներն ավարտելուց հետո սպասում են ջերմաստիճանի բարձրացման, իսկ ցուրտ շրջաններում աշխատանքները երկար են շարունակվում։ Սա օրինակ Ֆանտան-Խաղսի ճանապարհի Հրազդանի քրեակատարողական հիմնարկին հարակից հատվածն է ծնաբքից հետո։ Բուք է լինում տեսանելիության բացակայություն է լինում, որից ելնելով երթևեկության անվտանգությունից ելնելով վերոնշյալ ճանապարհները փակում ենք։ Դա կարող լինի Վարդենյանց լեռնանցքը, Թթուջուր Նավուր ճանապարհը, կարող է լինել Տաթև Աղվանի ճանապարհը կամ Նորավան Լծեն ճանապարհը։ Բոլոր ճանապարհները փակվում են այն դեպքում, երբ որ վտանգ են հանդիսանում արդեն երթևեկության մասնակցի վարորդի կյանքի կամ մյուս մասնակիցների համար։ Այս պահին հանրապետական ու միջպետական նշանակության փակ ճանապարհներ չկան։ Իրավիճակն այլ է տեղական նշանակության ճանապարհներին, չմաքրված փողոցներ, սառցակալած մայթեր ու բակեր։ Նման տեսարանները սկսվում են Երևանից, շարունակվում այլ համայնքներում։ Մարդիկ իրենց դժգոհությունը արտահայտում են նաև համացանցում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին մամայի ստացած բոլոր կոտրվածների համար։ Մի հատ այցելեք հիվանդանոցներ, տեսեք ինչ խայտառակ վիճակ է, բոլոր հարկերի բոլոր կաբինետներում մերկասառույցից կոտրվածներ ստացած մարդիկ են, ով պիտի պատասխան տա այս ամենի համար։ Տեղական նշանակության ճանապարհների սպասարկման պատասխանատուն համայնքներն են։ Ձյան տեղումների հետ ասում են մաքրման աշխատանքներ կատարել են, աղողավազ ցանել, բայց օրինակ Նաիրի համայնքում կան չմաքրված մայթեր, սառած, ապա արևի առաջին շողերի հետ հալված փողոցներ, որոնք երեկոյան կրկին վերածվում են սառցադաշտերի։ Ինչպես է ստացվում, որ մաքրվում են, բայց սառույցից ազատել չի հաջողվում։ Ձյունը գալիս է գիշերը, առավոտը մեքենաները լրիվ տրորում են, տնտասնում են, սառումը, նոր հետո ուզում են մաքրեն, դե ինչ մաքրեն։ Շլաչ են լցնում, հավազ են լցնում, չի օգնում։ Նույն վիճակն է բոլոր տեղերում։ Մեր ճանապարհներն առավոտեն ցանում են, աղեն, ավազ ցանում են։ Մենակ ճանապարհներին։ Հա, մենակ ճանապարհները, մատերը ոսոր տեսնում եք, դուք եք տեսնում, որ ոչ մի բան ցանած չկա։ Մի կերպ անցնում են։ Մաքրած չի։ Դե երևի սառելա չեն հասցրել մաքրեն, դրա համար էս վիճակն է, էլի։ Տիրապետել ենք իրավիճակին, վստահեցնում է Նաիրի համայնքապետարանի պատասխանատուն։ Ըստ նրա, ամենօրյա ռեժիմով համայնքի բոլոր բնակավայրերում կատարվել են ձնամաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Մինչև -7-8 գիշերային պայմաններում, իսկ ցերեկը արդեն մինչև -2-3 աստիճանի պայմաններում աղն ու ավազը ինքը էֆեկտ տալիս է։ Մենք ուղղակի չնայելով դրան ամեն օր արել ենք աշխատանքները, որպեսզի, չգիտեմ, անվադողերի եւ այլ այդ խնդիրների հետ կապված, այսինքն փոքր-ինչ անհարմարություններ չստեղծվեն, քանի որ -18-19 մինչև 19 Եղվարդում հասել է մինուսը, վերևի բնակավայրերում էլ ավելի շատ։ Դրա հետ կապված չի հասցրել հալի։ Ձյան հալոցքին են սպասում նաև Զովունի բնակավայրում, որտեղ եւս բնակիչները դեկտեմբերից մաքուր մայթեր ու անվտանգ փողոցներ չեն տեսել։ Ոնց կարող է վտանգավոր չլինի։ Տարեց մարդու համար, երեխաների համար։ Գիշերը եթե բան վառուզանից կողքերը կսարի, բայց անցանալու տեղերը հարկասը նորմալ է։ Առավոտները միշտ ծառաց աստեղ լինում ու ահավոր է էլի այս անցուդարձը։ Եթե ձմեռը պետքա ցուրտը լինի, դա անպայման։ Այնպես որ մենք գոհ ենք համ ձյունից, համ եղանակից։ Կուզենայի խնդրեի մեր բնակիչներին, ովքեր որ բակերում կուտակված ձյունը հանում լցում են ճանապարհներին, դա էլ է բարդացրել մեր աշխատանքը, քանի որ տեսեք տեխնիկան մաքրել է, իր հետևից բնակիչները նորից լցրել են, դրանից հետո արդեն երթևեկությունը շարունակվում է, տեխնիկաները գնացել եկել են վրայով, դրանք առավել անհարմարություններ են ստեղծել։
Ամեն դեպքում եղանակն էլ բարենպաստ չի եղել, խնդրեմ մեր բնակիչներին մի քիչ էլ ըմբռնումով մոտենան։ Տեղումները անցած տարիների համեմատ ավելին են եղել, բայց ֆինանսավորման խնդիր էլ չեն ունեցել, վստահեցնում է պատասխանատուն։ Իսկ անցած տոնական օրերին ճանապարհային դեպարտամենտի տեղեկատու ծառայությունը տասնյակ զանգեր է ստացել քաղաքացիներին իրազեկել հանրապետական ու միջպետական ճանապարհների վիճակի մասին, նաև հսկողությունը խստացրել, հիշեցնելով, եթե արձանագրվում է թերություն, կապալառու կազմակերպությունը դրա դիմաց չի վճարվում։ Վարդուհի Արզումանյան, Արման Թովմասյան, լուրեր։